Բարև ձեզ սիրելիներ։ Ուրախ եմ կրկին ձեզ հետ լինել այս օրհնված ուսումնասիրության մեջ։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը ծննդոցից մինչև հայտնություն, փնտրելով մեկ անձ՝ Հիսուս Քրիստոսին։ Նախորդ հանդիպմանը տեսանք, թե ինչպես Քրիստոսը լույսը ծագում է Եգիպտոսի ստրկության խավարում։ Այսօր մենք բացում ենք Ելիցի 3-րդ եւ 4-րդ գլուխները, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են մի արտասավոր կրակի մեջ։ Ինչպես Տեր ինքն ասեց, քննեք բոլոր գրքերը, որովհետև նրանք իմ մասին են խոսում, վկայում։ Մեր նպատակն է ճանաչել Քրիստոսին ավելի խորապես, հասկանալ Աստծո ծրագիրը եւ կիրառել նրա խոսքը մեր կյանքում։ Երրորդ գլխում Մովսեսը անապատում տեսնում է մի մորենի, որը վառվում էր, բայց չէր սպառվում։ Սա հզոր միստիկական պատկեր է։ Մորենին իր շերով խորհրդանշում է մարդկային բնությունը, անկումից հետո։ Իսկ կրակը Աստծո անհասանելի սրբությունը։ Այստեղ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին։ Հիսուսը կատարյալ անկեզ մորենին է։ Նրա մեջ աստվածային կրակը միացավ մարդկային մարմնին, բայց չկործանեց այն։ Ինչպես կրակը բնակվեց թփի մեջ, այնպես էլ աստվածության ողջ լույսությունը բնակվեց Քրիստոսի մեջ։ Սա մեզ հուշում է, որ Հիսուսի միջոցով աստվածային կրակը կարող է բնակվել նաև մեր մեջ, մաքրելով մեզ, բայց չայրելով։ Այստեղ Աստված հայտնում է իր անունը. Ես եմ այն, որ եմ։ Սա նշանակում է, որ Աստված կախված չէ ժամանակից կամ տարածությունից։ Դարեր անց, երբ Հիսուսը եկավ աշխարհ, նա օգտագործեց այս նույն աստվածային անունը, ասելով. Ճշմարիտ եմ ասում ձեզ, նախքան Աբրահամի լինելը ես եմ։ Հիսուսը հենց այն Եսեմն է, ով խոսում է Մովսեսի հետ մորենու միջոցով։ 4-րդ գլխում Մովսեսը վախենում է։ Նա ասում է ես ծանրալեզու եմ, բայց Աստված հարցնում է. Ինչ կա քո ձեռքին։ Մովսեսի ձեռքին մի հասարակ փայտե գավազան էր։ Այս գավազանը խորհրդանշում է Քրիստոսի խաչը։ Այն ինչ աշխարհի համար պարզապես փայտ է կամ տկարություն, Աստծո ձեռքում դառնում է զորություն, որը հաղթում է օծին եւ հետագայում էլ կտեսնենք, որ բացում է կարմիր ծովը։ Այստեղ Հիսուսը երևում է որպես մեր զորությունը։ Նա չի ընտրում հզորներին, այլ տկարներին, որպեսզի իր փառքը հայտնվի նրանց միջոցով։ Այսօրվա դասը մեզ համար հետևյալն է. երբ մենք մոտենում ենք Աստծուն, մենք պետք է հանենք մեր կոշիկները, այսինքն թողնենք մեր մարդկային հավակնություններն ու հողեղեն մտածելակերպը, որովհետև կանգնած ենք Սուրբ հողի վրա։ Եվ կիրառումը մեր կյանքում հետևյալն է, որ մենք տկար ենք կամ անարժան, նա դա գիտի, նա ուզում է քո գավազանդ, քո ունեցած փոքրիկ շնորհը, որպեսզի այն դարձնի հրաշքների գործիք։ Եթե Քրիստոսը քո մեջ է, դու ունես հավերժական Եսեմի զորությունը քո թիկունքում։ Հովհաննես 8:58-ը Հիսուսը նրանց ասեց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, նախքան Աբրահամի լինելը ես եմ։ Երկրորդ Կորինթացիների 12:9 ասում է. իմ շնորհը բավական է քեզ, որովհետև իմ զորությունը կատարյալ է դառնում տկարության մեջ։ Եվ ամփոփելով սիրելիներ, Հիսուս Քրիստոսը մեր անկեզ մորենին է եւ մեր զորության գավազանը։ Նա կանչում է մեզ անապատից դեպի ազատություն։ Մի վախեցիր ձեր տկարությունից։ Վստահիր նրան, ով ասում է ես քո բերանի հետ կլինեմ։ Եվ եկեք աղոթենք սիրելիներ։ Տեր Հիսուս, հավերժական ես եմ, շնորհակալ եմ, որ դու հայտնվեցիր ինձ քո սիրո կրակով։ Մաքրիր իմ հոգին ամեն հողեղեն կապանքներից եւ օգտագործիր իմ տկարությունը քո փառքի համար։ Թող քո խաչի գավազանը առաջնորդի ինձ ամեն օր։ Ամեն։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Աստծո կամքով կհանդիպենք
Վաղը սիրելիներ, եթե ինչ որ հարցեր ունեք մեկնաբանություններում կարող եք գրեք, նաև ձեր կարծիքը, թե ինչպես եք դուք տեսնում ելույթուն։ Աստված օրհնի ձեզ։